Գյուղի ճանապարհն է Աշունեգան խոստվեց բեն շիբինապադեն, խճապադեն էլի, բայց ես մունդաշ կավը լացեցին, հնարավորություն չկա տեխնիկան են նստել, ըստեղ գյուղի մեջ ոչ մի քիչ լավ է, ողջ դուրս ես կարս միջև դասը զաստավ, դե вообще ասել տեխնիկա, նույն պատկերն է բարիկ այդ ջրուրաղում, հնա չկա ասել դառնալու ստեղ, նա իմես вообще աներ ինտիանով էլ է երևում, ճանապարհը Լեմի լավ եկել է չամորոքդեմ հալը իջել է, հնար չկար вообще։ Միշտ է այս վիճակը ստեղ։ Ստեղ բան է, ստեղ կնոմ պարկ է, ողջոլուտոր դուրս ես կալում, վերջի տուն նոր կա ողջոլվա։ Այս միտեղ զաստավ հնար չկա եստելով, ավտորը չեն կեն դուրս կան, շավրում մեջը։ Սվար է մանդր որդն են, մանդր երեխեքին ծնողներն են տանում վերում, հնար չկա եստալ գալու։ Արար կերգում տանում են դավրոս, փոխում մնում են ես, իգում գալում կերգում տանում բերում են տուն։ Նաբովյանն եմ, ապրում եմ Մեղրաշատում արդեն 16 տարի, սովորում եմ տեղի դպրոցում, ամեն օր երթևեկում եմ չեմ երթևեկում էլ, ամեն օր դպրոց եմ գնում, գալիս եմ այս փոշոտ, կեղտոտ, ցեխոտ, փոսոտ ճանապարհներով։ Միշտ է այս վիճակը եղել, թե վերջին տարիներին է դուրս մնացել ուշադրությունից։ Ես չեմ կարող ասել, բայց մեծերից շատ եմ լսել, որ վերջին անգամ ասֆալտապատ եղել է դեռևս այն հին ժամանակներում, 1900-ական թվականների, ու հա միշտ այստեղ այս խնդիրը եղել է ու շատ խոստումներ եղել են, որ պետք է վերացվի, բայց այդպես էլ լուծում չի գտնվել։ Նույնիսկ ձեր գյուղի համար տրանսպորտն է խնդիր, որովհետև ոչ մի վարորդ չի համաձայնվում այս ճանապարհներով քշել, երթևեկել, որովհետև մեքենաները ասում են շարքից դուրս է գալիս։ Այդպես էլ կա, միշտ այդպիսի օր չի եղել, որ մեր վարորդները չփողոքեն այս ճանապարհներից, որովհետև իրոք արդեն անհնարին է։ Անընդհատ այս վիճակը անընդհատ ցեղ, մանավանդ երբ որ ձյուն է գալիս, ընդհանրապես ահավոր է դառնում։ Ցեղ, շատ անմխիթար վիճակում են ճանապարհները։